Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմը պետք է դադարեցնել այնտեղ, որտեղ զորքերը հիմա կանգնած են։ Դոնալդ Թրամփը նաև հերքել է հրապարակումները, թե անցած շաբաթ Վաշինգտոնում հանդիպմանը Ուկրաինայի նախագահին համոզել է, որ հանուն խաղաղության ամբողջ Դոնբասը զիջի Ռուսաստանին։ Ոչ, մենք երբեք դա չենք քննարկել։ Կարծում ենք, որ զորքերը պետք է պարզապես կանգ առնեն առաջնագծում, որտեղ գտնվում են, դադարեն մարդկանց սպանել եւ ավարտեն պատերազմը։ Ավելի վաղ Washington Post-ը երկու պաշտոնյայի հղումով գրել էր, որ Թրամփի հետ հինգշաբթի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ խաղաղություն հաստատելու պայմաններից մեկն այն է, որ Դոնեցկի մարզը պետք է ամբողջությամբ անցնի Ռուսաստանի վերահսկողությանը։ Financial Times-ն էլ գրել էր, որ Սպիտակ տանը Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը շատ լարված է անցել։ Թրամփը անընդհատ գոռգոռացել է, հայհոյել։ Զելենսկին զգուշացրել է, որ պետք է ընդունի խաղաղության հասնելու Վլադիմիր Պուտինի պահանջները, ասելով, որ հակառակ դեպքում նա կոչնչացնի ձեզ։ Ըստ թերթի Թրամփը կրկնել է խնդրի կարգավորման Կրեմլի թեզերը եւ մի կողմ նետել Ուկրաինայի քարտեզները, ասելով, որ հոգնել է առաջնագիծը տեսնելուց։ Զելենսկին իր հերթին բացառել է, որ Ուկրաինան որևէ հավելյալ տարածք կզիջի Ռուսաստանին։ NBC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նաև բացառել է, որ խաղաղություն կարող է հաստատվել առանց Ուկրաինայի մասնակցության, ապա հավելել արդար եւ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մեջբերում եմ համաձայնություն այս ողբերգության երկու կողմերի միջև։ Եթե ուզում ենք դադարեցնել այս պատերազմը եւ արագ անցնել խաղաղության շուրջ բանակցությունների, ապա պետք է առաջնագծում մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա եւ ոչ մի ավելի բան չտանք Պուտինին, միայն նրա համար, որ ցանկանում է։ Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է միանալ Թրամփին եւ Պուտինին Բուդապեշտում նախատեսվող հանդիպմանը։ Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստվում է հակաօդային պաշտպանության 25 պատրիոտ համակարգ գնել։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Կիևից հակասական հայտարարություններ են ստացվում, ինչը ըստ Դմիտրի Պեսկովի չի նպաստում խաղաղության գործընթացին, ընդհակառակը բարդացնում է այն։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտնել է, որ նախագահը դեռ որոշում չի կայացրել Կիևին Թոմահոք հրթիռներ տրամադրելու հարցում, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ Ջեյ Դիվենսն ասել է, որ դրանք նաև Միացյալ Նահանգներին են անհրաժեշտ սեփական կարիքների համար։ Մենք գիտենք, որ նրանք ուզում են այս զինատեսակը, նախագահը ի վերջո որոշում կկայացնի այս հարցի շուրջ, բայց նա դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային Թոմահոք հրթիռներ տրամադրելու համար։ Ու մինչ Մոսկվան ու Վաշինգտոնը նախապատրաստում են Պուտին-Թրամփ հանդիպումը, ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, թե հաճելի չէ, որ ԵՄ տարածք կարող է մտնել մի մարտ, ում միջազգային քրեական դատարանը ձերբակալելու օրդեր է տվել։ Կայա Կալասը ողջունել է պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը, հավելել, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն։ Ռուսաստանը միայն ուժի լեզուն է հասկանում եւ բանակցում է, երբ իսկապես ստիպված է։ Ահա թե ինչու են քննարկում, թե ավել ինչ կարող ենք անել։ Ակնկալում ենք, որ այս շաբաթ կընդունվի նաեւ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Ֆրանսիայի արտգործնախարարն էլ ասել է, որ այս փաթեթի ընդունումից հետո կսկսեն աշխատել հաջորդի վրա։ Ըստ Ժան Նոել Բարոյի, այն կթիրախավորի այն երկրներին, ընկերություններին, որոնք շարունակում են ուղղակի կամ անուղղակի աջակցել Ռուսաստանի պատերազմական ջանքերին։ Խոսելով ԵՄ տարածքում Պուտինի հնարավոր ներկայության մասին, Բարոն ասել է, որ դա միայն մեկ դեպքում արդարացված կլինի։ La présence de Vladimir Poutine sur le territoire de l'Union Վլադիմիր Պուտինի ներկայությունը Եվրամիության տարածքում իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ եւ անվերապահ հրադադարի։ Ավելին, Պուտինի շահերից է բխում համաձայնել անհապաղ հրադադարին, քանզի ժամանակը նրա դեմ է աշխատում։ politique de pression sur le régime de Vladimir Poutine. Ռուսական կողմը գիշերը շարունակել է հարվածել Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների, նաև հայտարարել է, որ եւս երկու բնակավայր է վերցել։ Ուկրաինական զինուժը իր հերթին հարվածել է Բելգորոդին եւ այլ շրջանների։